Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին։ Ալեն Սիմոնյանը փակում է քաղաքական կարիերայի հերթական էջը։ Աժամփիոնից վերջին անգամ դիմելով падգամավորներին շնորհակալություն է հայտնում ու նաև ներողություն է խնդրում, եթե որևէ մեկի նկատմամբ անարդար է եղել։ Պարոն Ռուբինյանին, իմ ընկերոջը հաջողություն եմ մաղթում, թող ինքը լինի երկրորդ ազգային ժողովի նախագահ, որ ստաբիլ 5 տարի կունենա ազգային ժողովում, եւ եթե ինչ-որ աշխատանքիս ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն։ Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ ու ինչքան կարևոր եք բոլորիդ իմ համար։ Եվ վերջում կեցե նահատակները եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Միայն իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող հրաժեշտի հուզիչ արարողությանը հոտնկայս ծափերի մեջ մեկ падգամավոր է անվրդով նստած։ Ծափահարության ալիքն անցնում է Հայկ Սարգսյանի կողքով։ Շնորհակալություն բոլորին, եկեք նկարվենք։ Լուսանկարվելուց էլ առանձնապես ջերմությամբ աչքի չի ընկնում Հայկ Սարգսյանը, որը նույնպես վերջին րոպեներն է անցկացնում ԱԺ դահլիճում։ Ժպիտներ եւ պատմական նկարը պատրաստ է։ Էստաֆետը փոխանցվում է Ռուբեն Ռուբինյանին։ Նա է ԱԺ նախագահի միակ թեկնածուն։ Քանի որ ես ազգային ժողովի նախագահի տեխնացու եմ ընտրվել եւ ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել։ Հետևաբար իրենց կոնսպիրոլոգիայի մի 90%-ը միանգամից փլվում է։ Արձագանքելով պնդումներին, թե իր առաջադրման մեջ Թուրքիայի մատն է խառը, քանի որ առաջիններից մեկն իրեն շնորհավորել է Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչը, Ռուբինյանը նշում է, շնորհավորանքներ է ստացել նաեւ այլ երկրներից։ Ստացել եմ շնորհավորանքներ օրինակ Ռուսաստանից եւ այլ տեղերից։ Իմ գործընկերը ինձ գրել շնորհավորել է եւ կամ ասենք չէ, գրել է ինձ, կամ ասենք ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին։ Ինչ։ Վրաստանի վարչապետի հրահանգով է վարչապետ Փաշինյանը հաղթել ընտրությունները։ 8-րդ գումարման վերջին նիստն էլ անցավ լեզվակռվով։ Առաջին պլանում էին Հայաստան խմբակցության падգամավորն ու ԿԳՄՍ նախարարը։ Հայաստանը պատրաստվում է միանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստորջրյա մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիային, հիմնավորելով դա Սևանալճում եւ Հանրապետության այլ ջրամբարներում առկա հնարավոր մշակութային շերտերի պահպանության անհրաժեշտությամբ։ Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության մասին հետաքրքրվեց ընդդիմադիր падգամավորը։ Արթուր Խաչատրյանը հարցրեց. կառավարությունը պաշտպանում է Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Հարցը լեզվակռվի պատճառ դարձավ։ Իմ հարցը, Տիկին Անդրեասյան, այո, վերաբերվում էր Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգությանը, որին դուք չպատասխանեցիք կամ վախեցաք պատասխանել, թե դուք որպես մշակույթի նախարար ինչ եք անում Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության կոթողները պահպանելու ուղղությամբ։ Չկարողացաք կամ վախեցաք։ Իսկ որ ասում եք ինձնից լավ գիտեք, կարծեմ ընդունում եք, որ դուք այս պաշտոնի համար պիտանի չեք, որովհետև այս բնագավառում հուշարձանների պահպանության իմ գիտելիքները միջին վիճակագրական հաստանցու մակարդակի են։ Հիմա ինչ ընդունում եք, որ ձերն ավելի ցածր են։ Պարոն Խաչատրյան, գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք։ Եվ խորհուրդ եմ տալիս հիշել, որ դուք падգամավոր եք եւ խոսում եք ազգային ժողովի ամբիոնից։ Եթե ձեր գիտելիքն ու կրթությունը չեն հերիքել, որ դուք դա հասկանաք, հրավիրում եմ ոչ ֆորմալ կրթական դասընթացների, դա ձեզ բացատրելու։ Շնորհակալություն։ 8-րդ գումարման խորհրդարանի փակումն անելուց առաջ իշխողուժը հասցրեց մի քանի հարց լուծել իր համար։ Այդ թվում ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի տեխնացու չլինելու հարցը։ Ընդունված նախագծերից մեկով փոխվեց ԱԺ ղեկավար կազմի ձևավորման կարգը։ Եթե համապատասխան խմբակցությունը սահմանված ժամկետում չառաջադրի ԱԺ նախագահի տեղակալի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացու, խորհրդարանը կկարողանա անցնել օրակարգի հաջորդ հարցի քննարկմանը, պահպանելով տվյալ խմբակցության հետագայում տեխնացու առաջադրելու իրավունքը։ Նախկին կարգավորումներով ազգային ժողովը չէր կարող անցնել լիարժեք աշխատանքային ռեժիմի, քանի դեռ այդ պաշտոններում նշանակումներ չէին իրականացվել։
Մյուս նախագծով սահմանափակվեց Հայաստանից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը։ Այսուհետև արժանտրություններին եւ հանրաքվեներին կկարողանան մասնակցել Հայաստանի միայն այն քաղաքացիները, որոնք ընտրությունից առաջ սահմանված ժամանակահատվածում վերջին 2 տարվա 730 օրից առնվազն 366-ը անցկացրել են Հայաստանում։ Ընդունվեց նաեւ ակցիզային հարկի բարձրացման նախագիծը, որի հետևանքով կթանկանան ծխախոտը, ալկոհոլային խմիչքները, բենզինը եւ դիզվառելիքը։ 2021 թվականին ձևավորված ու 5 տարի աշխատած խորհրդարանի լիազորություններն ավարտվեցին։ Ալադավթյան, Էպիկենտրոն։